Ինքներ ողջույն հատակի զրույցները շարունակվում են։ Այսօր ուզում շատ կարճ խոսենք գիրք կարդալու մասին։ Գիտենք, որ այս թեման շատ ակտուալ ու նորաձև է, քանի որ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը իր կրծվել է նորաձև է նախաձեռնության համատեքստում առավոտից իրիկուն գովազդում է գիրք կարդալը, ինքն իր գիրք կարդալը, նրան նկարում են գիրք կարդալուց եւ դա նա դիտարկում է որպես կարևոր ինտելեկտուալ աշխատանք, կրծվելու միջոց եւ նաեւ ակնարկում է, որ մեր դժբախտությունների պատճառ առաջին հերթին է, որ մենք տգետ ենք։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսենք գիրք կարդալու մասին, բայց մինչ այդ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1-9-1 եւ հավանել տարածել ընդհատակից լույսները։ Նախ իմ համոզմամբ գիրք կարդալը կարող է եւ շատ օգտակար զբաղմունք լինել եւ շատ վնասարար։ Հիմա լիքը քաղաքինիներ կարող են տարակուսել թե ինչպես կարող է գիրք կարդալը վնաս լինել։ Նախ ես շատ կարդալու կողմնակից չեմ։ Ինձ թվում է, որ շատ կարդալը երբեմն կարող է փոխակերպվել վնասարար զբաղմունքի, այսինքն դատարկության, անիմաստ զբաղմունքի։ Երբ որ կարդալը դառնում է ինքնանպատակ, դա ինչ է, մեծ հաշվով TikTok թերթելու պես մի բան է կամ արևածաղիկ չրթելու պես մի բան է, դու վերցնում ես գիրքը արևածաղիկի պես չրթում ես, կարդում ես տիրապետելով լեզվին, հայերեն, անգլերեն, թե իտալերեն կապ չունի, հետո արագ անցնում ես առանց այդ գիրքը, գրքի կոնտեքստը, առանց հեղինակին մարսելու, արագ անցնում ես մյուս ինֆորմացիային, մյուս գրքին, հիմա դա ես արագ կարդում, արևածաղիկի պես չրթում, շպրտում մի կողմ, դա բան է, TikTok-ով կամ Instagram-ով տեսանյութ նայելու պես մի բան է։ Իհարկե, խոսքը սպეციფიկ մասնագիտություն ունեցող մարդկանց մասին չի, օրինակ թարգմանիչները, բանասերները, գրականագետները պետք է շատ կարդան։ Այս ցանկում ես կարող եմ ներառել նաև դպրոցական աշակերտներին, որոնք նույնպես գրականության առարկայի շրջանակներում պետքա շատ կարդան, շատ զուբրիտ անեն, այս զուբրիտ բառից են վախում, չէ՞, պսևդո ինտելեկտուալները շատ կարդան, մեխանիկական ինֆորմացիա ստանան, որ հետո մի քիչ արդեն հասուն դառնան, այդ մեխանիկական ինֆորմացիան կփոխակերպի գիտելիքի կայուն, երկաթյա գիտելիքի, այսինքն աշակերտները, թարգմանիչները, բանասերները եւ գրականագետները պետք է շատ կարդան եւ դա նրանց չի վերաբերվում։ Խոսքը իհարկե գեղարվեստական իրականության մասին է, բայց այս մասնագիտություններից եւ այս կարգավիճակներից դուրս գտնվող մարդիկ պետք է կարդան չափավոր, պետք է կարդան գիտակցված, պետք է կարդան դանդաղ, օրինակ իմ համոզմամբ գիրք կարդալու կամ որևէ հեղինակին կարդալու լավագույն տարբերակը որն է, որ սկսես օրինակ վերցնես որևէ կամայական հեղինակի, օրինակ Լև Տոլստոյին, եւ սկսես կարդալ հերթով նրա բոլոր գործերը, սկսի ամենաթեթևից, Աննա Կարենինայից, հետո Վասկեսենյան կարդա ամենահաջող գործերից մեկը, հետո անցի պատերազմ եւ խաղաղություն, հետո պատմվածքները, հետո էսսեները, հետո փիլիսոփայական տրակտատները ու դանդաղ քո համար առաջ գնա ճանաչելով, հեղինակին լսելով, հեղինակի ձայնը, հեղինակի կոնտեքստը, միջավայրը եւ այլն։ Սա կլինի իսկական ինտելեկտուալ աշխատանք, բայց երբ որ դու վերցնում ես մի 50 գիրք ու մի տարվա մեջ այդ 50 գիրքը գեղարվեստական գիրք ու կարդում ես, ես այդտեղ որևէ ինտելեկտուալ աշխատանք չեմ տեսնում, դա ընդհակառակը նույնից եմ կրկնում, ոնց է, չէ, հեռախոսը վերցնում ես, արագ TikTok-ի վիդեոները թերթում ես։ Այս առումով գիրք կարդալու սպեց չի, էլի տենց առանձնահատուկ բան դարձնել, էլի ինչ-որ ինտելեկտուալ ճեղքում։ Ես լիքը հիմարների եմ տեսել, որոնք բազմաթիվ գրքեր են կարդացել, բայց նաև տեսել եմ մարդկանց, որոնք անտառաճանաչ են եղել ու կյանքը հասկացել են բարոյականը անբարոյականից, չարը բարուց, լավը վատից կարողացել են տարբերակել, բայց լիքը հիմարների, հա, մտածել չկարողացող մարդկանց եմ տեսել, որոնք, չգիտեմ, գրեթե ամբողջ դասական գրականությունը կարդացել են, այսինքն գիրք կարդալը ես ինչ առանձնահատուկ բան չի, հատկապես շատ կարդալը, հիմա նորաձև է, մենակ հայկական մեդիա տարածքում չի,
ընդհանրապես աշխարհում եկա տենաս Instagram-ում ինչ որ մի հատ աչոն կամ պարմանի վերցնում է նկարում է իր բոլոր կարդացած գրքերը մի տարվա ընթացքում ու սկսում է հիմար մեկնաբան պրիմիտիվ մեկնաբանություններ անել իր կարդացած գրքերի վերաբերյալ։ Օրինակ ես անկեղծ ասեմ, եթե չհաշվեմ իմ մասնագիտական գրքերը, այն աշխատանքները, աշխատությունները, որոնց վրա գործ եմ անում, որոնք կարդում եմ, չգիտեմ, գիտական հոդվածներում հողում տալու համար, ես տարվա մեջ հասցնում եմ կարդալ 2-ից 3 գեղարվեստական գիրք, ամենաշատը, ու կարծում եմ, որ այդ քանակությամբ կարդալը ինձ համար շատ ավելի օգտակար է։ Ես կարողանում եմ խորանալ թեմայի մեջ, կարողանում եմ թեման մարսել, վերլուծել, ուշադրություն դարձնել գրքի այլ ատրիբուտներին, բանասիրական կառուցվածքին, լեզվին, լեզվամտածողությանը, գրելու ոճին, հեղինակի հղումներին եւ այլն։ Սա իմ համար շատ դանդաղ հետաքրքիր աշխատանք է, որը կարելի է անել տրանսպորտի մեջ, օրինակ տրանսպորտ նստել, հիմա իհարկե շատ քիչ եմ օգտվում տրանսպորտից, բայց տրանսպորտ նստելու այդ ամենագերագույն հաճույքը որն է, թե մետրո, ավտոբուսը մի քանի տող կարողանաս կարդալ կամ ինչ-որ այգում կարդաս կամ մեքենայի մեջ, երբ որ փոքր երեխան գնում է, երեխատ գնում է ինչ-որ պարապմունքի, օրինակ գիմնաստիկայի, դու դրսում պետք է մեքենայի մեջ սպասես, այդ ընթացքում կարելի է առիթից օգտվել ու մի փոքր կարդալ։ Տարվա մեջ 2-3 կամ նույնիսկ 1 գիրք, բայց այն պայմանով, որ գիրքը, հեղինակը, կոնտեքստը կհասկացվեն, քեզ կտան նոր գիտելիքներ, քեզ կտան էմոցիաներ, իսկ մնացածը այս ամենից դուրս ես համարում եմ չտես քաղաքականություն։ Այդ գիրք կարդալը տենց թմկահարել է, ես իմ ինչ դարձնել։ Օրինակ ես իմ հետևի գրքերը, որ sense դրված են, ես անկեղծ ասեմ ոչ բոլորն եմ կարդացել, բայց սա մոտ 10-15 տարվա իմ հավաքած գրքերն են, ես ոնց եմ ես գրքերը հավաքել, չեմ գնացել մի անգամից 10 հատ գիրք առել, ամեն անգամ մտել եմ գրախանութ կամ այդ չգիտեմ ոտքի վրա գիրք ծախողներից մի հատով, 2 հատով առել եմ, որոշները կարդացել եմ ու գեղարվեստական գրքեր համարյա շատ քիչ են, հիմնականում մասնագիտական, պատմագիտական, փիլիսոփայական գրքեր։ Այ մասնագիտական գրքեր պետք է շատ կարդալ, եթե ինչ-որ մեկի մասնագիտությունը առնչվում է կոնկրետ գործերի, կոնկրետ աշխատանքների, կոնկրետ գրքերի հետ, օրինակ չգիտեմ, գիտությամբ զբաղվողները։ Բայց նույնիսկ եմ գրքում տարվա մեջ 1, 2, 3 ամենաշատը գիրքը իսկապես հերիք է ու այդ շատ կարդալը չպետք է կրոն, էլի, դարձնել, դա ոչինչ չի նշանակում։ Ինչ որ դա դառնում է ինչ որ մեխանիկական, ռոբոտացված աշխատանք ու դրա թմկահարումը զզվելի, քաղաքինություն է, էլի, պսևդոինտելեկտուալ աշխատանքի ներկայացում, էլի, խաղա, ուրիշ ոչ մի բան։ Սրա մասին էի ուզում խոսել, նաև կիսվելով իմ փորձառությամբ, լավ եղեք, չմոռանաք բարենաթագրվել մեր YouTube-յան ալիքին, 1-9-1, ինչպես նաև հավանել, տարածել ընդհատակի զրույցները, լավ եղեք։